ինչպես մենք հաճախ ենք ասում մեր դասերի ընթացքում, մարդկանց ճնշող մեծամասնությունը ապրում է այնպես, որ չի նկատում ոչ փոփոխությունները, որոնք տեղի են ունենում, ոչ էլ իրենց ուղղված մարտահրավերները, այնուամենայնիվ բոլորի ճակատագիրը բերում է նրանց պարբերաբար եւ շատ հաճախ տարբեր խաչմերուկներ, եւ այդ խաչմերուկներում գիտակցված թե չգիտակցված յուրաքանչյուրը կատարում է իր ընտրությունը, եւ այդ կատարված ընտրության չարիքը կամ բարին կուտակվում են աստիճանաբար, նորից ընկալում ենք մենք դա թե ոչ։ Երբեմն այդ խաչմերուկները շատ ավելի մեծ են, եւ ինչքան ավելի մեծ են, այնքան ավելի հստակ է ընտրությունը բարի եւ չարի։ Եվ յուրաքանչյուր անգամ բարին եւ չարը, ինչպես մենք հաճախ նորից եւ նորից կրկնվում ենք, կշռվում է, չափվում է եւ հաշվում է։ Երբեմն, չնայած որ իհարկե շատ ավելի հազվագյուտ, կյանքը դասավորվում է այնպես, որ մենք հայտնվում ենք շատ ավելի ծանր խաչմերուկում, որում որ ոչ միայն չգիտենք, թե ինչ արարք պիտի լինի, այլ նաև ընդհանրապես չգիտենք, հնարավոր է արդյոք գործել։ Այն պարագայում նույնիսկ, որ ֆիքսում ենք, որ գործելն անհրաժեշտ է։ Եվ այդ ժամանակ այս խառնաշփոթի մեջ մեզ նորից եւ նորից օգնության են գալիս արտահայտություններ անցյալից, օգնելով մեզ գտնել ճանապարհը, որպեսզի լույսը երբեք չմարի։ Եվ այդպես եկեք տեսնենք, թե ինչ արտահայտություն մենք ունենք այսօր։ Արա, ինչ պարտավոր ես եւ ինչ կլինի։ Պիեր դե Բայար։ Պիեր Տերայ Սենյոր դե Բայարդ, ֆրանսիացի ասպետ եւ զորավար, հայտնի որպես ասպետության խորհրդանիշ, ասպետ անվախ եւ անբասիր։ Իր հերոսություններից առանձնանում է պատմական մի դրվագ, որում վիրավորված Բայարդը մենակ կռվում է հակառակորդի 200-ից ավել մարդիկ ունեցող ջոկատի դեմ ու հաղթում։ Անկրկնելի քաջության, արիության ու մեծահոգության համար Բայարդը մեծ հարգանք էր վայելում թե սեփական երկրում, թե թշնամիների մոտ, իսկ Հռոմի պապը բազմիցս հրավիրում էր նրան ծառայությանը, սակայն ապարդյուն, Բայարդը մինչ իր կյանքի հերոսական ավարտը ծառայում էր իր հայրենիքին։ Սա հիանալի արտահայտություն է, իրականում շատ լեզուներում այն այլևս հայտնի է որպես ասացվածք տարբեր լեզուներով, երբեմն դա վերագրում են Մարկուս Ավրելիոսին, որի մասին մենք մի անգամ խոսացել ենք, եւ այն այնքան տարածված եւ այնքան մարդիկ դարերի ընթացքում նորից կրկնել են այն, որ նույնիսկ իրականում շատ դժվար է ասել, թե ումն է այս արտահայտությունի սկզբանը։ Նույն օրինակ ճապոնական կոնցեպտը Գանբատտեն հայտնի նույն բանի մասին է։ Այնուամենայնիվ հենց Պիեր դե Բայարի կարգախոսն էր դա, եւ դրա համար մենք ավելի շուտ դիտարկում ենք հենց որպես իր արտահայտություն։ Եվ այդպես այս արտահայտությունը մեզ համար մեծագույն ուղեցույց է։ Ինչու՞։ Որովհետև այո, մենք երբեմն ընդհանրապես չենք կարող հասկանալ, թե ինչ կարող է լինել, եթե մենք այս կամ այն արարքը այնուամենայնիվ կատարենք։ Ցանկացած մարդու համար մենք վստահ ենք, որ ինչքան էլ մենք փորձում ենք հաշվարկել հավանականությունները, ինչքան էլ մենք փորձում ենք պատկերացնել, թե ինչից ինչ կարող է տեղի ունենալ, այնուամենայնիվ մեզ տրված չէ, հասու չէ իմանալ ապագան։ Մենք չենք կարող իմանալ ապագան, նույնիսկ եթե շատ ավելի ենք զարգանում, քան մյուսները, որովհետև զարգանալով հանդերձ մենք տեսնում ենք հավանականությունների ավելի հոծ բազմություն, այնուամենայնիվ նորից եւ նորից սահմանափակ։ Եվ ինչու, որովհետև կարմիկ ելևէջները, այն ամբողջ հավանականությունները այնքան փոխկապակցված եւ սերտաճած են, որ անհնար է հաշվարկել ամբողջը։ Եվ հենց դրանում մեզ կարող է թվալ, որ մենք մտնում ենք փակուղի, որովհետև երբեմն մենք մտածում ենք, իսկ եթե մենք անենք այս կամ այն արարքը, միգուցե այն կբերի ի վերջո չարիքի, եւ դրա համար ավելի լավ չի չանել եւ ոչ մի բան, որպեսզի հանկարծ չարիք չգործես։ Կամ մյուս կողմից մենք կարող ենք մտածել, որ փակուղի է եւ անհնար են որևէ գործեր, կամ իմաստ չունի ամբողջը, որովհետև փակուղին այնպիսին է, որ եւ ոչ մի բան չի բերի փոփոխություն։ Այդ ամբողջ մեր համար իրոք մարտահրավեր է։ Այնուամենայնիվ հենց այս արտահայտությունը ասում է այնպես. արա այն ինչ որ դու պարտավոր ես անել,
Այն, ինչ բխում է քո հավատից, քո արժեքային համակարգից, քո այդպես կոչված կոորդինատների համակարգից։ Եվ մնացածը մենք թողնում ենք Աստծուն։ Մենք հասկանում ենք, որ ամբողջը լինելու է այնուամենայնիվ երկնայինների կամոք, բայց մենք հասկանում ենք, որ չհաշվարկելով ապագան, մենք պարտավոր ենք անել այն, ինչ որ պարտավոր ենք։ Եվ այժմ Հայաստանում էլ մենք հայտնվել ենք այդպիսի իրավիճակում, որում որ մեծագույն մարտահրավերներ են նետված ազգային անվտանգությանը, նաև ընդհանրապես ազգային մտածելակերպին, ազգային ավանդույթներին եւ ամենակարևորը ընդհանրապես մեր գոյությանը, բայց մենք մտածելով, որ միգուցե այլևս ելք ընդհանրապես չկա, ու մենք չգիտենք, թե ինչ կարելի է անել, որ փոխվի այս ամբողջը։ Այս արտահայտության համապատասխան մենք ընկալում ենք, մենք պետք է գործենք, անենք այն, ինչ որ պարտավոր ենք անել, անենք այն ամբողջը, ինչ որ մեր ուժերում է, և դրանից ավելին, անենք այն ամբողջը, ինչ որ պահանջում է և թելադրում է մեր խիղճը, իսկ մնացածը թողնենք երկնայինների, ընդհանրապես անգամ իրավունք մեզ չվերապահենք մտածելու, թե ինչ կարող է լինել այս կամ այն մեր քայլերից, թող լինի այն, ինչ կլինի Աստծո կամքով, իսկ մենք այստեղ և այժմ կգործենք ամբողջ զորությամբ, կատարելով մեր պարտականությունները, որպեսզի լույսը երբեք չմարի։